մենք առաջնորդում ենք բացառապես հաղթանակի տրամադրվածությամբ։ Եվ ինչպես օրինակ հայտարարագիրը բոլորին քաջօրինակ, իրենք ինչքան էլ փորձեն ներկայացնեն, թե դա կառավարության բարի կամքի դրսևորումներ կամ տեխնիկական հագեցվածության բացակայությունը, որ հետաձգեցին, այնուամենայնիվ դա ժողովրդի միասնական կամքի արտահայտումներ ու ժողովրդի պահանջի արդյունքներ, որը վստահեցնում նոյեմբերից հետո էլ է հետաձգվելու, չեն կարող ուղղակի պահել դա ու հասնելու ենք դրան։ Հիմա զուգահեռ ՓՄԶ-ի հարկային այսպիսի բեռու ու հարկային բռնությունը ես անձամբ մեր թիմակիցները գնահատում ենք Հայաստանի տնտեսության նոված պատերազմի հայտարարում, որի հետևանքները, առաջին հետևանքները դուք արդեն կտեսնեք երկրորդ եռամսյակի ամփոփման ժամանակ, հետագայում արդեն հաջորդ տարի ստուգումների վարչարության իրականացման ժամանակ։ Իսկ ավելի գլխավորը կործանարար հետևանքները Հայաստանի Հանրապետության համար, երբ որ 1 տարի հետո մենք կտեսնենք մոնոպոլիաների զարգացումը։